Բարի օր, սիրելի հայրենակիցներ։ Ես Գյումրիում եմ, Վարդանանց հրապարակում, այս շքեղ հրապարակը, որը եզակի է ամբողջ աշխարհում։ Մի կողմում 7 վեր եկեղեցին է, մյուս կողմում Սուրբ Ամենափրկիչը, վերածնված եւ վերականգնված, երկրաշարժից հետո, ավիրումից հետո վերածնվեց եւ վերականգնվեց։ Եվ այս եզակի հրապարակի նաև պարգևը մեզ է փոխանցել, ուզենք թե չուզենք, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, շատերը չեն ուզում Վարդան Ղուկասյանի անունը տալ, բայց այնուամենայնիվ հեղինակությունը իրենն է եւ որևիցե մեկը չի կարող այդ հեղինակությունը իրենից խլել։ Վարդանանց հրապարակում ենք նաև մեր հերոսների, արձանների հետ միասին, սա էլ է Վարդան Ղուկասյանի հեղինակությունը, մտահաղացումը եւ այս հրապարակը շուտով պետք է դիմավորի այստեղ ում Արցախի հարցով համանախագահ Ֆրանսիայի պետության ղեկավար, Ֆրանսիայի Հանրապետության ղեկավար պարոն Մակրոնին։ Պարոն Մակրոն, այս հրապարակը, որը դուք պետք է այցելեք եւ այստեղ համերգ կընտրեք, իմացեք, որ այս հրապարակի այս տեսքը նաեւ ձեզ է հնարավորություն տվել տեսնել պարոն Վարդան Ղուկասյանը, ով հանիրավի այդ ձեր, չգիտեմ, ինչպիսի գործընկեր ասեմ, այդ ձեր գործընկերոջ պատճառով այսօր գտնվում է բանտախցում, KGB-ի պատվալներ կոչված բանտախցում եւ այդ բանտախցում նրա գտնվելու հեղինակը այդ ձեր գործընկերն է, ում հետ պետք է այստեղ համերգ կընտրեք։ Իդեպ, այս բեմը, որ կառուցվում է, բեմի հետևի շքեղ նաեւ շենքը նույնպես կառուցվել է Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ժամանակ, քաղաքապետ լինելու ժամանակ եւ ցավում եմ, որ այդ ձեր գործընկերոջ ում հետ որ ընկնդրելու եք համերգը, այդ ձեր գործընկերը իր պաշտոնավարման ընթացքում քարը քարին չի գրել Գյումրի քաղաքում։ Որևիցե մի բան այս 7-8 տարիների ընթացքում Գյումրիում չի կառուցվել։ Ինչ որ կառուցվել է, ինչ որ վերականգնվել է, դա տեղի է ունեցել միայն եւ միայն Վարդան Ղուկասյանի ջանքերով եւ աջակցությամբ։